Թանկագիններս, ես ուզում եմ մի հարց տալ։ Մենք նշում ենք զատիկ, ճիշտ է։ Մենք զատիկ ենք նշում։ Ինչ է նշանակում զատիկ։ Զատվել մեղքերից։ Մեզ մանկական թիմը ինչ ակտիվ է։ Հիմա տեսեք թանկագիններ, զատիկ նշանակում է, զատիկը դա թանկագիններս հրյական տոն, ասեմ, քրիստոնեական չէ։ Երբ առաջացավ զատիկ տոնը, երբ որ թանկագիններս Իսրայել ժողովուրդը Եգիպտոսում ստրուկ էին 400 տարի, 430 տարի, և Աստված իր զորավոր բազուկով դուրս հանեց Իսրայել ժողովրդին, այդ օրը Իսրայելում նշանակվավ որպես տոնական օր, այսինքն Փեսախ։ Փեսախ ինչ է նշանակում։ Փեսախ հրեական բառը նշանակում է թարգմանաբար զատիկ։ Ինչ է նշանակում զատիկ, թանկագիններ։ Զատիկը կապ չունի այն մրջունի հետ, որ մեկ-մեկ հանդիպում է մեր ծերների վրա, թփերի վրա։ Ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Զատիկ նշանակվում է զատվել։ Ինչից զատվել։ Աշխարից զատվել, Եգիպտոսից զատվել, կռապաշտությունից զատվել, մեղքի կյանքից զատվել։ Այստեղ եք, զատվել ինչ է նշանակում, զատվել նշանակում է բաժանվել։ Այստեղ եք, ինչից բաժանվել, աշխարից բաժանվել։ Զատիկ նշանակում է առանձնանալ։ Ինչից առանձնանալ, ժողովուրդ ջան, առանձնանալ աշխարից, ապրել աշխարհում, բայց առանձնացված ապրել աշխարհում, մեղքից զատված ապրել աշխարհում, սա է նշանակում զատիկ։ Հիմա թանկագիններս մի բան եմ ուզում ասեմ, մենք զատիկին ձու ենք ներկում, չէ՞։ Լավ, կարմիր գույնի հասկացանք, որ ներկում ենք, ասենք թե Քրիստոսի խորհրդանիշն է, արյան, բա ինչի մար են կանանչ ներկում, կապուտ ներկում, ռոզվի ներկում, գիտեք ինչի համար, մի բանի համար, որովհետև մարդիկ զատիկը դարձրել են, գիտեք ինչ, չգիտեմ ինչ տոն, չգիտեմ այդ տոնի անունը ինչ դնեմ, այստեղ եք, թանկագիններս, զատիկ նշանակում է զատվել մեղքից, ամեն, հալելույա։ Հիմա թանկագիններս, ուզում եմ ուղղակի մի դրվագ ներկայացնեմ, հետաքրքիր է, չէ, եկեղեցում բարձրանում են Սաղմոս գրողներ, Սաղմոսը, նայեք, Սաղմոսը գրվել է հին ուխտում, չէ, պատկերացնում եք Քրիստոսի հարության վերաբերյալ, արդեն բանաստեղծություններ, սաղմոսներ է գրվում, դա Տիրոջ հոգին է, այստեղ եք, սա Տիրոջ զորությունն է, հալելույա։ Հիմա Քրիստոսի հարության մասին եմ ուզում խոսենք, թանկագիններ, երբ որ Քրիստոս իր առաքյալների հետ զատիկի տոնն էր նշում, Հուդան մատնեց նրան, հիշում եք պատմությունը, Հուդան մատնեց նրան, Հիսուս արդեն տեսնում էր ինչ է առջևում իրանը սպասվում, ինքը տեսիլքով այդ ամեն ինչը տեսնում էր, Հուդան նրան, տեսեք Հիսուսը ինչ արավ, Հիսուսը հացը թրջեց տվեց Հուդային, ասավ ինչ որ անում ես, շուշուտ արա, էլ չեմ համբերում, այսինքն Հիսուսը պատրաստ էր, Հիմա թանկագիններս տեսեք սիրելներ, Հուդան գնաց մատնեց Հիսուսին 30 արծաթով, զինվորները եկան Հիսուսին բռնեցին, հետո տարան քննություն արեցին իբր տե, մահապատժի ենթարկեցին, խաչը հանեցին, Իրանը քանի որ արդեն դիմացը շաբաթօրն էր, պետք է խաչի վրա ոչ մի դիակ չմնար, այդ պատճառով երկու ավազակի ոտները ջարդեցին, խաչից իջեցրեցին, Հիսուսին էլ ուզում ոտքերը ջարդեին, տեսան մահացածը, ասեցին լավ, նավսյակի կողը խոցեք, թող մահանա,
Այսինքն մահը արագացրեց ինչի համար, որտեվ դիմացը սուրբ օր էր, շաբաթ օր էր։ Իրանը դրեցին գերեզման, շաբաթ օրը ինքը մնաց գերեզմանոցում, մեկ շաբթի օրը ինքը հարություն առավ, երրորդ օրը թանկագիններ։ Երրորդ օրը ինքը հարություն առավ։ Գիտեք, սիրելիներ, ինչ եմ ուզում ասեմ։ Երբ որ ես նոր ապաշխարելի էի, հարության մասին կարդում էի, մտածում էի, արդյոք հարությունը կա։ Բայց գիտեք, թանկագիններս, ես հիմա եւ հավատում եմ, դուք բոլորդ 1% չեք կասկածում Քրիստոսի հարությանը։ Եթե թանկագինս դու Քրիստոսի հարության վրա կասկած ունես, դու քրիստոնյա չես։ Մենք սրա մասին դեռ կկարդանք, թանկագիններս։ Բայց մի բան եմ ուզում ասեմ, թանկագիններ, սատանան ծածկեց, կոծկեց Քրիստոսի հարությունը։ Մենք սրան էլ կանրադառնանք, թանկագիններս։ Ուզում եմ ուղղակի Աստվածաշնչից մի տեղ կարդալ, Հովհաննես ավետարան 21-ն եմ ուզում կարդանք։ Հովհաննես ավետարան 21-ից 20-րդ գլուխ առաջի խոսք։ Ասում եմ, մեկ շաբթի օրը Մարիամ Մագդաղենացին առավոտ դեռ չլուսացած գերեզման կգնա ու կտեսնե, որ քարը գերեզմանի դռնից վերցված է։ Անմիջապես կվազի կգնա Սիմոն Պետրոսին եւ մյուս աշակերտին, որ Հիսուսը սիրում էր, եւ կասի նրանց. Տերը գերեզմանից վերցրեցին եւ չգիտենք թե ուր դրեցին նրան։ Ուստի ելան Պետրոսը ու մյուս աշակերտը ու դեպի գերեզմանը գացին։ Երկուքն էլ մեկտեղ կվազեին եւ մյուս աշակերտը Պետրոսից ավելի շուտ վազելով նրանից առաջ գերեզմանը հասավ եւ ծռելով նայեցավ եւ տեսավ, որ կտավները այնտեղ կկենային, բայց ինքը ներս չմտավ։ Սիմոն Պետրոսը հասավ, որ նրա ետևից կգար ու գերեզմանը մտավ ու տեսավ, որ կտավները, որոնք այնտեղ կկենային ու վարշամակը, որ նրա գլուխն էր, մյուս կողմը կտավների հետ չէ, ապա ծալված մյուս կողմը դրված էր։ Պատկերացնում եք, Հիսուսը հարություն առավ, իր գլխի վարշամակը ծալեց, այսինքն Հիսուսը ինքը շատ էր սիրում, չէ՞, դասավորվածություն։ Հետաքրքիր բնավորություն ուներ Հիսուսը։ Այն ժամանակներից մտավ մյուս աշակերտն էլ, որ առջևից գերեզմանը եկել էր, տեսավ ու հավատաց։ Այդ ինչին հավատաց։ Քրիստոսի հարությանը, թանկագիններ, մարգարեություններին հավատաց։ Ասեմ, սիրելիներ, իմ համար աշխարհում ամենամեծ տոնը առաջինը նախ Քրիստոսի ծնունդն է, երկրորդը նրա հարությունն է։ Ու գիտեք, երրորդ ամենամեծ տոնը որը կլինի, մեր բոլորի հարությունը, որտեղ լինելու է արդարների հարություն։ Ամեն, հալելույա։ Ասմավ, քանի որ գրվածը չէին իմանում, թե պետք է որ նա մեռելներից հարություն առներ, ետքը աշակերտները նորից իր տունը գացի, իրենց տունը գացի։ Հիմա թանկագիններս Միտեղ եմ նորից ուզում կարդալ Մատթեոս ավետարան 28:11-ը։ Այդտեղն եմ ուզում բացենք ու կանցնենք առաջ։ Մատթեոս 28:11։ Տեսեք ինչ է գրված։ Ասում է, երբ նրանք կգնային, Պահապան զինվորներից մեկ քանիսը քաղաքը գասին ու քահանայապետներին պատմեցին բոլոր եղած բաները, այսինքն որ Քրիստոսն հարություն առը։ Քահանաներին պատմեցին։ Լսեք, քահանաները ինչ են անում։ Նրանք էլ ծերերի հետ հավաքվելով խորհուրդ անելով ու շատ գումար տվին զինվորներին ու ասեցին. ասեք, թե նրա աշակերտները գիշերով եկան, նրան գողացան, երբ մենք քնած էինք։ Եթե այս բանը կուսակալի ականջը հասնի, մենք նրան կհաճեցնենք եւ ձեզ ապահով կանենք։ Նրանք էլ ստակը առան եւ սովորածներին պես արեցին եւ այս ձայնը հрьяաների մեջ տարածվեցավ մինչեւ այսօր։ Մինչեւ այսօր հрьяաները թանկագիններս չգիտեն, որ Հիսուսը Քրիստոսն է ու Քրիստոս մեռելներից հարություն առել։
Հիմի հարց եմ տալում ձեզի։ Եթե դու կգտնես մի խմբավորում, որ չի հավատա, որ Քրիստոս մեռելներից հարություն առե, դա աղանդ է։ Դուստեք։ Մուսուլմանները չեն հավատում, որ Քրիստոս հարությունը առե։ Եհովայի վկաները չեն հավատում, որ Քրիստոս հարությունը առե։ Իրանք նշում են Քրիստոսի մահվան տարելիցը, ոչ թե Քրիստոսի հարությունը։ Բայց գիտեք, թանկագիններս, Քրիստոս իրականում հարությունը առե։ Հալելույա։ Ես ուզում եմ բացենք Առաջի Կորինթացիս 15-ի 12-ը։ Առաջի Կորինթացիս 15-12։ Տասնյերկուսից ուզում եմ կարդամ 30-րդ խոսքը։ Ուրեմն եթե Քրիստոս կքարոզվի, որ մեռելներից հարություն առած է, ինչպես ձեզանից մեկ քանիսները կասեն, թե մեռելների հարություն չկա։ Այսինքն թանկագիններս առաջի դարի եկեղեցում Կորինթոսի մարդիկ կային, որ ասում էին մեռելների հարություն չկա։ Լսեք շարունակություն ինչ ասում Պողոսը։ Եթե մեռելների հարություն չկա, ուրեմն Քրիստոսն էլ հարություն առած չէ։ Այսինքն եթե չկա հարություն չկա։ Չէ՞։ Շարունակությունը լսեք, Պողոսն ինչ ասում։ Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, ուրեմն մեր քարոզչությունը անիմաստ է։ Իմ թարգմանության մեջ գրված է պարապ է։ Եվ ձեր հավատքն էլ պարապ է։ Պարապ գիտեք ինչ է։ Անիմաստ։ Եթե թանկագիններս Քրիստոս հարություն չի առել, ու մենք էլ հարություն պիտի չառնենք, մեր հավաքույթը բացարձակ անիմաստ է։ Պատկերացնում եք հարությունը ինչ կարևոր դեր ունի եկեղեցու համար։ Լսեք շարունակությունը։ Եվ մենք էլ Աստծո սուտ վկաները կլինենք, որովհետև Աստծո համար վկայություն տվինք, թե ինքը մեռելներից հարություն տվեց Քրիստոսին։ Եթե մեռելները հարություն չեն առնի, ուրեմն Քրիստոսն էլ հարություն առած չէ։ Քանզի եթե մեռելները հարություն չեն առնում, Քրիստոսն էլ հարություն առած չէ։ Եվ եթե Քրիստոս հարություն առած չէ, ձեր հավատքը իզուր է եւ տակավին ձեր մեղքերի մեջ եք։ Շարունակությունը կարդանք։ Նույնպես Քրիստոսով ննջողներն էլ կորսված են։ Եթե միայն այս կյանքի համար Քրիստոսին հուսացած ենք, մեր բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք, բայց ճշմարիտ է, թե Քրիստոս մեռելներից հարություն առած է, ննջեցյալների առաջի պտուղը։ Թանկագիններս մի բան եմ ուզում հորդորել։ Երբ որ Պողոսը գնում էր, քաղաքից քաղաք ավետարան էր քարոզում։ Գիտեք ինչ էր քարոզում։ Ասում է Պողոսը քարոզում էր Քրիստոս մեռելներից հարություն առած։ Եվ գիտեք, ասում է շատերը ծաղրեցին Պողոսին, որովհետև չհավատացին, որ Քրիստոս հարություն է առել։ Եթե թանկագիններս մի մարդ, որ Իրանը համարում է քրիստոնյա, բայց չի ընդունում, որ Քրիստոս մեռելներից հարությունը առե, այդ անձնավարությունը ոչ փրկություն ունի, ոչ քրիստոնեության հետ կապ ունի, ոչ էլ ինքը քրիստոնյա է։ Այստեղ եք թանկագիններ։ Հալելույա։ Փառք Տիրոջը սիրելիներ։ Հիշեք, թանկագիններս աշխարհում կան շատերը, որոնք իրենց համարեցին Աստված, բայց մեկը կար, որ ինքը Աստված Իրանը մարդ համարեց, մարդացավ։ Այն մարդիկ, որոնք իրենց համարում էին Աստված, իրանց գերեզմանը դատարկ է։ Օրինակ, Մուհամեդը, Բուդան, Կրիշնյան, իրանց գերեզմանը կներեք, իրանց գերեզմանը ոսկորներ կա, ես երևի սխալ ասեցի, հա, բայց Քրիստոսի գերեզմանը դատարկ է։ Ինչի համար, որովհետև նա Աստված է։ Եվ նա դատավոր է ու գարու է մի օր դատելու աշխարհը։ Ամեն։ Գիտեք, չէ՞ թանկագներս, միայն Աստված կարող է դատել։